Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026-ի զեկույցը։ Հայաստանի հիբրիդային սպառնալիքները 2026 թվականին։ 2026-ի ընտրություններով պայմանավորված Հայաստանի դեմ արտաքին տարբեր դերակատարների կողմից իրականացվող ազդեցության գործողությունները մեծ հավանականությամբ կդառնան ավելի ընդգրկուն, բարդ եւ մասշտաբային։ Հավանական է, կեղծ, խեղաթյուրված կամ համատեքստից կտրված տեղեկատվության օգտագործմամբ տեղեկատվական վնասարար գործողությունների, վնասակար կիբերգործողությունների իրականացումը, ինչպես նաև գետնի վրա գործակալական ցանցի ակտիվացումը, իբրև թե տեղական քաղաքական ակտիվության գեներացումը, երիտասարդության եւ ակտիվիստական խմբերին թիրախավորող, վերջիներիս քաղաքական հայացքներն ու հայրենասիրական զգացմունքները շահագործող եւ մանիպուլացնող ծրագրերի կազմակերպումը։ Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ, այս թվում արժեզրկել ու իմաստազրկել խաղաղության հաստատման հնարավորությունը, դրա փաստը, խաղաղության հասնելու ճանապարհի ձեռքբերումները եւ դրա հետ կապված դրական մթնոլորտը, սերմանել դավադրապաշտական մտքեր, որ իբրև թե առկա են գաղտնի համաձայնություններ ուղղված Հայաստանի շահերի դեմ, շահագործել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների զգայունությունները, մեր հասարակությանը մատուցելով կեղծ աշխարհքաղաքական եւ իրականությանը չհամապատասխանող երկընտրանքներ։